Սիրելիներս, ողջույն, այսօր միասին պատրաստելու ենք մեր շոկոլադ ազնվամորիով տորտի համար նախատեսված հատապտղային միջուկը։ Պատրաստելու ենք ազնվամորիով միջուկ, որը դուք ամենատարբեր տորթերի համար կարող եք օգտագործել։ Հիմա սկսում ենք, դուք ունեք բաղադրիչները, դրանք են ազնվամորու խյուսը, հարկավոր է լինելու այսպես ծառեցրած ազնվամորի, դուք նաև թարմը կարող եք օգտագործել ու նաև օգտագործելու ենք շաքարավազ, լույսը խանգարում է, որ դուք տեսնեք, շաքարավազ ու այստեղ մեզ մոտ պեկտին է։ Պեկտինի փոխարեն, հավանաբար շատերը տան օգտագործման համար եք պատրաստում, միգուցե ձեզ դժվար լինի լավ պեկտին ձեռք բերելը, ես բաղադրատոմսով կկիսվեմ նաև, պեկտինը կարող ենք փոխարինել ժելատինով կամ ագար-ագարով, չեմ կարող ասել, որ լրիվ նույնը կստացվի, համային նույնն է ստացվում, բայց իրանց վերջնական տեքստուրան մի քիչ ուրիշ է լինում, ժելեով ավելի ժելեաբրազնի է ստացվում, ագարով մի քիչ ավելի կոնֆիի նման է ստացվում, իդեալականը լինում է պեկտինով, որը նաև ինքնարժեքով է թանկ, բայց մենք օգտագործում ենք պեկտին։ Դուք հանգիստ կարող եք փոփոխել, հանգիստ կլինեք, բաղադրատոմսը կգտնեք։ Ինչ ենք անելու ուրեմն, միշտ հիշեք, որ ցանկացած բաղադրատոմսի մեջ, եթե դուք պեկտինով եք պատրաստում, ապա պեկտինը խառնում եք շաքարավազին ու նոր այդպես օգտագործելու եք, լցնելու եք ցանկացած հատապտղի վրա։ Խառնում ենք, որպեսզի միասեռ զանգված ստանանք ու միշտ հիշեք, որ պեկտինը ավելացնում ենք մեր հատապտղի մասային մինչև 40 աստիճան։ Լրիվ սառը վիճակում էլ չենք ավելացնում, այսինքն 20-ից 40 աստիճան մեր զանգվածը պետք է լինի, որպեսզի մենք ավելացնենք մեր հատապտղին։ Ովքեր ժելատինով ու ագարով են սարքելու, ես բաղադրատոմսի մեջ կգրեմ ոնց եք ընթացքը անելու, ինչ փոփոխություններ եք անելու։ Սա դնում ենք մի կողմ, միացնում ենք մեր էլեկտրական կամ գազով վառարանը, գազօջախը, շատ ուժեղ չենք անում, դնում ենք վրան։ Ես օգտագործելու եմ սիլիկոնե գդալ, որը ֆրանսիական մատֆեր ֆիրման է ու սրանով շատ անվտանգ է օգտագործել տաք զանգվածների մեջ, այսինքն սիլիկոնը երբ որ տաք հանում է, ոչ մի քիմիական վատ ինչ-որ արտազատում չի լինում դրանից, ապահով է։ Գիտեմ, որ ոչ բոլորս կարող ենք օգտագործել, մենք էլ շատ ուրիշ բաների մեջ կա, որ սովորական սիլիկոնե գդալ ենք օգտագործում, բայց շատ ցանկալի է, որպեսզի ունենաք նմանը։ Ուրեմն, որպեսզի մենք հասկանանք ինչքան է ջերմաստիճանը մեր զանգվածի, ջերմաչափով չափելու ենք, դուք այս տերմոմետրերը տեսած կլինեք, ես սա շինարարական խանութից եմ գնել, բավականին մատչելի, 15,000 դրամ եմ վճարել, շոկոլադով աշխատելու համար նորից ֆրանսիական ֆիրմայից էի գնել, բավականին թանկ, որ հենց հստակ ցույց տամ։ Այստեղ այդպես խնդիր չկա, եթե խառնենք չվառենք մեր պյուրեն։ Ուրեմն, հիմնականում մեր տերմոմետրով չափում են շոկոլադը, իսկ նման զանգվածները հիմնականում են երկաթյա ծայրով ջերմաչափով են չափում, բայց այստեղ, քանի որ մենք չենք հասցնելու շատ բարձր ջերմաստիճանի, կարող ենք նաև տերմոմետրով էլ չափել։ Վերցնենք մի կողմ, հիմա օրինակ ընթացիկ կարող եմ չափել 22 աստիճան է, 28, ինչ ենք անելու, քանի որ այստեղ մեր պյուրեից մասեր կա, այսենց մեծ, ամբողջը հալացնելու ենք, բայց այնպես ենք անելու, որպեսզի ջերմաստիճանը շատ չբարձրանա հանկարծ։ Այսինքն կդնեմ, կվերցնեմ, մինչև ամբողջը հալվի։ Ու միշտ հիշեք, որ ցանկացած բան պատրաստելու ժամանակ դուք կհանդիպեք նման
կհանդիպեք ամենատարբեր պատրաստելու տեխնոլոգիաներին, մեկը կասի, որ ես օրինակ սենց եմ սարքում, նենց եմ սարքում, այդպես չեմ կարող ասել ճիշտ ու սխալ կա, ես ձեզ ցույց եմ տալու այն ձևը, որ ես եմ սովորել ու նաև իմ գործունեության մեջ օգտագործում եմ։ Իսկ ես անդադար սովորում եմ, այնպես որ կարողանալ 2 տարի հետո մի քիչ ավելի փոփոխված տարբերակով ձեզ ասեմ, ավելի պրոֆեսիոնալ։ Ինը 32 նորից կվերցնեմ վրայից, կխառնեմ, որ լավ հալվի։ Քանի որ այդ հալված ջրիկ մասան տակը մեր սառցակալած հատվածը մեջը հանգիստ կհալվի ինքն իրանով։ Քանի որ անհատ սառում տաքանում է, ջերմաստիճանը փոփոխվում է։ Գրեթե հալվեց։ Միշտ հիշեք, որ գազօջախի ջերմաստիճանը ավելի լավ է մի քիչ թույլանեք, քան հանկարծ պահի տակ շատ տաք լինի ու ձեր զանգվածը վառվի, տակը վառվի։ Ամբողջը հալվել է։ Այս պահին 23, 19, 28, 31, քանի որ տարբեր հատվածներում տարբեր է ջերմաստիճանը, մենք հանգիստ, այսինքն 20 աստիճանից բարձր է, հանգիստ կարող ենք լցնել, լցնելու ենք սենց մանր շաղ տալով, այդպես ասեմ, ու մասան արագ խառնելու ենք։ Նայեք, սենց ավազի նման ոնց որ քիչ-քիչով լցնում եմ, բայց անդադար խառնում եմ։ Շատ միանգամից որ լցնեք, տենց գնդեր կառաջանան ու պեկտինը չի կարողանա լրիվ բացվել մեր հատապտղային մասայի մեջ։ Սա օրինակ շատ կարևոր պահ է, որ պետք է ուշադիր լինեք ու այն ամեն ինչը, որ ես ասում եմ, ուշադրություն դարձնեք, որպեսզի արդյունքը լավ ստանաք։ Հետո չասեք արեցի ու չստացվեց։ Հիմա թողելու ենք, հենց կսկսի մեր մասան եռալ, 20-30 վայրկյան կթողնենք կրակի վրա ու կավելացնենք մեր ազնվամորու սառեցած ազնվամորի։ Կխառնենք ու կվերցնենք, դատարկենք ուրիշ տարայի մեջ ու արդեն պատրաստ կլինի մեր հատապտղային մուճուկը։ Ես ուշադիր նայում եմ, որ հենց պղպջակներ դուրս գա, սկսեմ հաշվել մտքումս։ Համարյա։ Մասան սկսեց եռալ, հաշվում ենք 20-ից 30-ը ու ավելացնում ենք սառեցրած ազնվամորին։
մի հատ խառնում ենք այսպես։ Ու անջատում ենք։ Կարող ենք նույն մեր տարայի մեջ տեղափոխել։ Եթե օրինակ մի քիչ մեծոտ հատիկներ կան, կարող եք մի փոքր այսպես սիլիկոնի գթալիկով մի քիչ տրորել։ Բայց շատ հաճելի է, երբ որ սենց ատամի տակ զգացվում է։ Ես ամենասկզբում ձեզ մոռացա ասել, որ այն բոլոր միջուկները, որոնց մեջ զգացվում է մրգի կամ հատապտղի հատիկները, կոչվում է օրինակ հատապտղային, այսինքն ազվամուրու կոմպոտ է։ Խնդրեմ, պատրաստ է մեր հատապտղային միջուկը, թողնենք կհովանա, մոտավորապես 50-ից 60 աստիճան կդառնա, կծածկենք թափանցիկ թաղանթով երեսը ու կդնենք սառնարան։ Ասեք, որ հեշտ է։